Ընտրություններին նախորդող գլխավոր բանավեճին Նիկոլ Փաշինյանը գլխավոր եթերից պարզ ակնարկ արեց իշխանամետ Արամ Սարգսյանին դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողով ուժեղ Հայաստանի և Հայաստան դաշինքի գրանցումները չեղարկելու համար։ Ես որոշել եմ, որ մենք չենք դիմելու այդ հարցով, դուք կարող եք դիմել ԿՀ, որովհետև երբ որ մենք դիմենք, այդ մարդիկ ասելու են, վախեցան ընտրությունները հաղթեն, պարտվեն, իրանց մրցակիցներին հանեն։ Դուք ինչի՞ չեք դիմում ԿՀ։ Պարոն Սիմոնյան, դուք ինչի՞ չեք, որովհետև դա կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթ է։ Դուք, պարոն Սարգսյան, ինչի՞ չեք դիմում դուք եւ դուք որ ուժեղ Հայաստանի գրանցումը չեղարկեն։ Փաստաբաններն ահազանգում են, վարչապետը ուղղորդում է իրավապահ մարմիններից ցանկացած քայլ, իսկ այդ ճանապարհին օգտագործում է բոլոր միջոցները։ Ավելին, քայլերը նախապես են պլանավորված։ Շղարշ են ստեղծում, որ իբր կեղծիքներ, ընտրակեղծիքներ են տեղի ունենում եւ երևի թե հենց նպատակը, բացի այն, որ հեղինակազրկելն է, բացի այն, որ շատ անձանց ձերբակալելն, կալանավորելն, մեկուսացնելն, նաեւ վախի մթնոլորտ առաջացնել, նաեւ երևի թե հենց նպատակը կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջոցով ինչ-որ քայլեր ձեռնարկելն է եւ դրա համար մենք երեք տեսանք, որ ուղիղ եթերում կարելի ասել պաս տրվեց, որպեսզի այդ գործընթաց սկսվի։ Փաշինյանի հրահանգը երկար սպասեցնել չտվեց։ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը գրառմամբ տեղեկացնում է հնարավոր գործընթացների մասին։ Թիմում այժմ քննարկում ենք, թե որն է կուսակցությանը մրցապայքարից հանելու շեմը եւ հակակոռուպցիոն կոմիտեի ուժեղ Հայաստանի վերաբերյալ արված մի քանի տասնյակ բացահայտումները ԿԸՀ-ի համար արդյոք հիմք են դատարանին այդ կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջ ներկայացնելու համար։ Օրենքի սահմանումը հետևյալն է. արկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ եւ թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, կամ թույլ տրված խախտման հետևանքները հնարավոր չէ վերացնել եւ թույլ տրված խախտումները կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։ Հիմա հարց. համարում եք, որ հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումները իրենց ամբողջականության մեջ ստեղծում են այս հիմքը։ Փաստաբան Զարուհի Փոստանջյանն ընդգծում է, եթե նույնիսկ գրանցումից զրկելու հիմնավորում է ներկայացվում ընտրակաշառքի հետ կապված, հակակոռուպցիոնի ներկայացրած նյութերը բավականաչափ չեն գրանցումից զրկելու համար։ Ցանկացած հարուցված վարույթ միայն վարույթ է, որը կարող է ցանկացած պահին կարճվել։ Այսինքն դրանք օրինական ուժի մեջ մտած գործեր չեն, դատական ակտեր չեն, որոնք հիմնավոր լինեն։ Հիմա հազարավոր վարույթներ են հարուցել։ Իսկ ինչ են եղել այդ վարույթների ճակատագրերը։ Ստացվում է այնպես, որ պետության ամբողջ ռեպրեսիվ մեքենան կիրառվում է մի ուղղությամբ՝ ընդդիմադիրներին լռեցնելու, իսկ այն դեպքերը, որոնք իսկապես արժանի են քննության, անուշադրության են մատնված։ Ես հիմա հասկանում եմ, որ իր վիճակը այնքան անմխիթար էր, որ իրենք հիմա նման հայտարարություններ են տարածում, որովհետև հասկանում են, որ այլևս իրենք ավարտված են։ Ես հակված եմ այս վարկածին։ Իրավաբանական ողջամիտ տրամաբանություն փնտրել այս ամենի մեջ նույնիսկ անիմաստ է, կարծում է իրավաբանը։ Ամիսներ շարունակ հանրայինի եթերում տեսել ենք նույն անձինք, որոնց անունները դուք տալիս եք, անընդհատ այս կետին, անընդհատ այս խնդրին անդրադարձել են, եւ կարծում եմ այս ցանկությունը վաղուց է եղել եւ մտադրված քայլերը արվել է, գուցե ընթացքում բան է փոխվել կամ չգիտեմ վերջի օրով ինչ որ ցայտնոտ է առաջացել, չգիտեմ, բայց այս ամենը արվում է նրա համար, որ մեկուսացնեն, որ հեղինակազրկեն, որտեվ զգում են, որ փողը երերում է կարծես թե իրենց ոտքերի տակ։ Ձերբակալությունների այս տեղատարափը անլուրջ եւ ապօրինի է, նշում են փաստաբանները։ Իսկ թե ինչու են իրավապահ մարմինները ընտրություններից ընդամենը օրեր առաջ հիշում տարբեր մարդկանց կալանավորելու մասին, պարզ է։ Ուզում են վախի մթնոլորտ ստեղծել։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։